Դուք խորհրդարանական ընտրություններին ում ձեր ձայնը կտայիք, ում եք տեսնում որպես հաջորդ վարչապետ։ Վաչոին։ Չեք ճանաչի։ Ինքան կուսակցական է։ Չէ, ես Վաչոին դեմ եմ։ Այ, ես էդի ուզում եմ մեկ գար ես բան ասեի, բաբա։ Մենք ունենք վարշապետ, որը Հիսուսն է ուղարկել մեր Փաշինյանին։ Էլ ում պիտի ընտրենք, այնտեղ սա օլիգարխ են։ Լսա։ Վրեժ։ Ինչ ես ասել։ Ասում եմ Դեմիրճյանին։ Փաշինյանին Հիսուսն է ուղարկել։ Բա ես Փաշինյանին ընտրեմ ու կընտրեմ, բա իհարկե Դու ընտրա 90%-ը չէ։ Չես տենեմ ինչի անեմ։ Չես տենեմ 18 թվին հեկել է ինչքան է եղել Հայաստանը։ Արցախն է հետը։ Հիմա ինչքան է։ Ում դուք ձայն կտայիք։ Թեկուզ Արման Թաթոյան։ Պետքան բան։ Հաստատ Նիկոլին օր չեմ ուզում, որն էլ լինի մեկա մեր համար։ Ես ինձանից կփոշմանեմ որ այդան։ Ինչու՞։ Որտեղ այդամ ընտրեմ ես գիտեմ, եք դելլա էսի վադալլի ասեմ մի ջուր գնացի չէ։ Չէ, ժողովրդին չեն նայում։ Չեն նայում ժողովրդին։ Մի մանետ փող տվեցին, այսօր տվի վաղը կործանում են։ Ծախին, քանդին։ Ուր հազարավոր զոհերը հողն չի տվեցին։ Ընդեղ զոհվան չէ մեր երիտասարդները։ Քանի 1000, 5000, 4000 զինվոր զոհվան։ Հողը վեգալին տվի, ներգու ձերով էլ բարևն են Ալիևի ձերքը։ Գագիկ Սահակյան։ Ինչու՞։ Որտեղ մարդը խելաց մարդը, ժողովրդի հասնում մարդը, օգնողը։ Ես շատ կուզեի, մի սրտացավ ժողովրդի դարդից, ցավից հոգացող մեկը հրաշք լիներ, Դեմիրճյանին նման լիներ, Կարեն Դեմիրճյանին։ Ճիշտ ասած, եթե դենց հարցնենք Սամվել Կարապետյանին կուզենան։ Ինչու՞։ Դրա մասի շատ լավ բաներ եմ լսում։ Կային մարդիկ, որ պիտի Հայաստանը պահին, կային մարդիկ։ Այդ մարդիկ հիմի չկան։ Կային Սերգեյ Բադլանյանը, որ կարանային Կարեն Դեմիրճյանը, որ պիտի Հայաստանը շենացնին։ Ինչ ասեմ, ես միշտ Նիկոլին եմ, ասենք խոսքի, Նիկոլի ծենքով մարդ չեմ տենեմ։ Ինչու՞։ Որտեղ չեմ կարա ասեմ, բայց այդքան բան կարամ ասեմ։ Ոյ, վարչապետից անցեք, հա? Անցեք։ Երբ որ թոշակառուների մասին լավ կարտահայտվի, այն ժամանակ մոտեցեք խոսենք։ Ոչ մեկին։ Սաղեր շուտ է, մեզուրեսի։ Անտրես շուտրես նույնն է։ Փաշինյանն էլ էր այն ժամանակ շատ բան խոստանում, հիմա ինչ անում։ 10000 դրամ թոշակառուներին կամ չի տեն։ Ասում եմ ինչ անեն, 10000 դրամը իրան կարան ծախսեն, ինչ են կարա։ Հələ թող այդ միլիոնները մեզի տա, տես ոնց կծախսեն։ Ինքը կապրի այդ փողով։ Բա։ Ով ընտրվում է, արդեն ժողովրդին մոռանում են։ Հետն է շուն դառնա, հայդ, հենց է դեն։ Հիվանդ մարդ եմ, թոշակ ավերտեն են ապրը։ Ասում ինչ եք անելու 10000 դրամը։ 10000 դրամը կդամ իրան։ Թոնձի 50000 տա, որ կանամ փեղ առնեմ, փեղ։ Ներողություն եմ խնդրում, ում եք տեսնում հաջորդ վարչապետ։ Ձեզ։ Որտեվ դուք շատ բարեհամբույր էիք, ժպտացիք ու բարևեցիք։ Ձեզանից լավին կարելի ընտրել, չէ։ Դու էլ փորձ չունես, այն նոր ընդունողներն էլ փորձ չունեն։ Ես որ ստեղից եղնեք, հեզի ձեն կդայի։ Ոչ մի կուսակցության, սաղի խապեպան։ Կուշտեմ։ Արմանին։ Թաթոյան Արմանին։ Թաթոյան Արմանին։ Ինչու՞։ Որովհետև արդեն Նիկոլ Պիտանի չի, հիմա տնանք էսիկ ինչ կանի։ Կարվում ենք չէ։ Սաղ էլ մեկ ենք ռեալ կարող եմ ասել, որ Վանացյան Արթուրին նախ ինքը պետական համակարգի բավականին լուրջ ճանապարհ անցած տղա է, խորքից, ներսից գիտի, ծանոթ է երկրի առաջ ծառացած խնդիրներին։ Կարապետյանին։ Ինչու՞։ Որտե՞ղ մարդկային բաներ կա մեջը։ Երևի թե Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտը որ ընդհանրապես չէ։ Հələ չգիտեմ։ Վայ անի ջան։ Այս ցրտին չի եկես։ Ում եք տեսնում հաջորդ վարչապետ։ Անձի։ Ոչ մեկին անձի։ Ինչը։ Հաջորդ վարչապետ ում եք տեսնում։ Մեր վարչապետին։
Ոնց եմ ուզում։ Լավ չի ձեր կինը։ Չէ, ես իրան չեմ վստահում։ Վարչապետին չեն գալու։ Տեխնատու դեռ չեմ տեսնում։ Ոնց սկել չէ հետաքրքրը ով են որ։ Ոչ մեկին չենք տեսնում։ Շնորհակալություն հարցին։ Չեմ ուզում պատասխանեմ այդ հարցին, որովհետև ժամանակը ամեն ինչ ցույց կտա։ Ես ավելի լավ կնամ էլի չպատասխանեմ։ Ով է նստի մեր մարմեկա։ Չեն կարող ասենք ով նստի թո լավ մարդ լինի։ Որ մեզի կարենա շատ լավ Անկեղծ ասած չգիտեմ, կմտածեմ, կասեմ։ Կգա ժամանակը, բայց կորեցում։ Հələ որ չկա, էլի ոչ մեկը։ Սաղը խափում է։ Ինչու եք այդպիսի եզրահանգման եկել։ Կյանքի փորձից։ Ով ուզում է ասի մենակ երկրի դրությունը լավ լինի, ժողովրդի ապրելակերպը լավ լինի։ Թաթոյանին։ Ում եք ուզում երեխեք ճանասեն։ Իսկ ինչու Թաթոյան։ Նիկոլից հիաստապվել ենք։